Ուսման ծրագիրը, որը հենց այսօր հաստատվեց։ 4.6 հեկտարը, երբ որ նայում ենք ուղիղ կասկադին, աջ հատվածում է գտնվում։ Չէ, ազատ տարածք։ Այո։ Պարոն Աբինյան, այսօր ինչ է տեղի ունեցել, թե նորովատները շրջանառում է կես ժամ գնացքը կարգի հետ կապված որոշակի խնդիր է արձանագրել եւ այդ գնացքի դանդաղեցման պատճառով 14 րոպե, եթե չեմ սխալվում, ունեցել ենք խնդիր մետրոպոլիտենում, բայց արդեն իսկ գնացքը վերանորոգման է եւ խնդիրը լուծված է։ Եվ պարոն Աբինյան, ընդհանուր տրանսպորտից բարեփոխումների հետ կապված ինչ կասեք, ասում են, որ տրոլեյբուսներ, ավտոբուսներ են բերելու, ինչ եղավ գործընթացներ եւ տրոլեյբուսներ ենք ներմուծել, ու ասեմ ավելին, այսօր հենց հիմա Երևանի ավականու նիստում քննարկվում է եւս 45 տրոլեյբուսների ֆինանսավորման հարցը բյուջեում նախատեսելու եւ այդ Այո, վստահորեն կարող եմ, իրականում վերջերս իրականացված հետազոտությունների արդյունքում մենք արձանագրել ենք, որ հենց Երևան քաղաքը փաստացի պետական բյուջեի ֆինանսավորման տեսանկյունից թեր ֆինանսավորվողն է եւ այս պայմանությամբ ակտիվ քննարկումներ են գնում ընդհանուր բոլոր ես միայն Երևանին իհարկե չի վերաբերվում, բայց Երևանին առանձնահատուկ կերպով ֆինանսական առումով Երևանը ինքը իր սեփական եկամուտները վերջին 3 տարիների ընթացքում փաստացի եռապատկել է, իսկ շարունակաբար կառավարության կողմից տրվող ֆինանսավորումը, պլանավորված տրվող ֆինանսավորումը նվազել է եւ նմանատիպ որոշումներով կարծում եմ նաեւ որոշակի բալանսավորում է իրականացվում, ինչեւ որ ինստիտուցիոնալ ավարտական լուծումներն ունենալը։ Եվ պարոն Աբինյան, Երևանի Երևան տոնակատարության համայնքան որքան գումար է ծախսել, կարող ասել։ Երևանի Երևանի համար կարծում եմ մենք ծախսել ենք մոտավորապես թիվը հստակ չեմ կարողանա ասել, բայց մոտավորապես նախորդ տարվա թվերից մի փոքր ավելին գումար եւ երբ որ ամբողջացնենք ամբողջ բացվածքով կտրամադրենք բոլոր լրատվականներին։ Եվ գործիքների մասին եթե հնարավոր է Բաղաշենի նոր վերամշակման գործարանի բարբերաբար հայտարարվում է, բայց այդպես չի հայտարարվում ու մասնակիցները մտածում են, որ ամեն դեպքում հնարավոր չի գործարկել տեսականորման գործարան, երբ առաջնահերթ տեսականորեն չի լինում, ձևականի քանի աղբահեր կան նախագծներում, բայց դրանք նախատեսել մարդկանց հետ անշարժ ձևավորված տեսականորեն։ Շատ լավ, Նուբարաշենի աղբավայրի վերաբերյալ երբ խոսում ենք, ամենաառաջին արձանագրումը, որ պետք է անենք, Երևան քաղաքը ունի այդ խնդիրը արդեն իսկ 75 տարի։ Այսինքն 75 տարվա խնդրի լուծման մասին ես վստահ եմ նույնիսկ խորհրդային միության տարիներին ինչ որ խոսակցություններ եղել են, որ ինչ որ լուծումներ պետքա գտնենք եւ փնտրենք եւ գտնենք, բայց չեն արվել։ Մենք ինչ ենք անում հիմա։ Մենք զուգահեռ 3 ուղղությամբ ենք շարժվում։ Առաջին ուղղությունը մենք հայտարարում ենք երկփուլ մրցույթ, որի տրամաբանությունը ասում է հետեւյալը. հարգելի ընկերություններ, ովքեր որ ունեն փորձառություն աղբի վերամշակման գործարան կառուցելու կառավարելու մեջ, տվեք ձեր առաջարկները առաջին փուլի համար, որից հետո կամբողջացնենք եւ կդնենք երկրորդ փուլի ավարտական վերամշակման գործարանի մրցույթը։ Երկրորդ պրոցեսը, որ իրականացնում ենք, տարածքային կառավարման նախարարության հետ ընդհանուր ֆորմատով միջազգային ֆինանսական մեր գործընկերների հետ փորձում ենք ճանապարհ գտնել կրկին նույն նպատակի համար եւ մենք շեշտել ենք, որ ճանապարհով, որ ավելի արագ եւ արդյունավետ կհասնենք լուծմանը, մենք այդ ճանապարհով էլ գնալու ենք։ Եվ երրորդ խնդիրը, որը դրվել է նաեւ գործընկերների առջև, այն է, որ Նուբարաշենի աղբավայրի եղած աղբավայրի որոշակի, այսպես ասած, վերամշակման, նախնական վերամշակման process-ի հետ կապված նոր ծրագիր պետք է ներկայացնենք։ Պարոն Աբինյան, դուք իրավաբաներին եք կապված ինչ կարող ասել, ով է դիտավորում։
Ես գիտեմ, որ process-ը ընթանում, տարբեր մարդիկ հարցաքննվել են, ուզում եմ ասել նաև շատ կարևոր է արձանագրել, թե ինչն է հիմք հանդիսացել այդ հայտարարության համար 3 process է տեղի ունեցել։ Առաջինը աղբավայրի կառավարումը մեկ մասնավոր ընկերությունից քաղաքապետարանը չեղարկել է այդ կառավարման բանը, պայմանագիրը եւ վերցրել է կառավարումը իր ձեռքը։ Երկրորդ, 2 օր առաջ միջադեպից որոշ անձինք որոշ բաներ են խոսացել աղբավայրում, որ շուտով ինչ-որ բան է տեղի ունենալու, եւ երրորդ ընդհանուր առմամբ իհարկե անմեղության կանխավարկածը միշտ պետքա հիշենք, պահենք եւ պահպանենք, բայց ուզում եմ նաեւ շեշտել, որ ընդհանուր առմամբ հիմա քաղաքապետարանը այնտեղ ամբողջական տեսահսկման համակարգ է դնում է սահմանափակումներ տարատեսակ ավտոմեքենաների մուտքի եւ բավականին խիստ է լինելու այսուհետ վերահսկողությունը այդ հատվածում։ Այո, կան, վստահորեն կան։ Ան քաղաքապետ մի հարցել է, ճապոնական ընկերություն կա ժամանակին 2010 թվականին ընկերություն կա ճապոնական, որը եկա մասնակիցների դրեց, հիմա գնաց, այդ գործերը ինչ են եղել, ինչու կա, բացահայտվում է ինչու գնաց, ով խոչընդոտեց, որտեղ արհեստական խոչընդոտներ։ Ճապոնական ընկերության արված աշխատանքը շատ կարևոր էր, բայց կարելի է ասել ինքը իր մասշտաբով ուղղակի ցուցադրական աշխատանք էր, շատ փոքր էր եւ դա ընդամենը մի օրինակ է, թե ինչպես կարող է աշխատել։ Շատ կարևոր օրինակ է, բայց ամեն դեպքում այդ մանրամասները թե ինչի գնաց, ինչի չեղավ եւ մնացյալը ես կդժվարանամ ասել։ Դե տեսեք, ես որ ասում եմ, որպեսզի հասկանանք այս աղբի, այսպես ասած, չգիտեմ ինչ կոչեմ դա, բայց ամեն դեպքում այնտեղ ունեցել ենք պրոցեսներ, որոնք որ ենթադրում են որոշակի ֆինանսներ են գեներացրել եւ այդտեղ շահեր են եղել եւ այլն եւ հիմա մենք ուզում ենք այդ ամբողջը ոչ թե ուզում ենք, այլ հիմա մաքրել ենք եւ բերում ենք օրինական դաշտ։